Բարեդեսելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հոկտեմբերի 1-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Այսօր ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի օր էր, ինչքան փորձում ենք Նիկոլ Փաշինյանի դատարկաբանություններին չանդրադառնալ չի ստացվում, որովհետև ամեն օր ինքը ելույթ ունենում, բայց եթե նաև անտեսենք, շատերը նույնիսկ ասում են ներվեր չունենք, որ նորից դրա մասին, որ լսում ենք, պատկերացնում ենք, դե պատկերացնում եք, ուրեմն ես քարից եմ սարքած, որ հերիք չի լսում եմ, մի հատ է ձեզ ներկայացնում եմ։ Բայց դրանարայությունը կա, որովհետև եթե չի լինում պատասխաններ փաստարկված, իրանք իրանցը ասում են, իրանց մեդիաներով տարածում են, իրանց թիմակիցները տարածում են, սազանդարները իրանց կարծիքն են հայտնում, թե ինչքան կարևոր ու շատ արժեքավոր մտքեր արտահայտեց Նիկոլ Փաշինյանը, եւ այդ պարագայում մարդիկ մտածում են, գուցե ճիշտ է ասել։ Այսինքն ուզենք թե չուզենք, առավել ևս հիմա առջևում ընտրությունները եւ ցանկացած ամբիոն Նիկոլ Փաշինյանը օգտագործում է որպես նախընտրական քարոզչություն։ Այդ իսկ պատճառով ստիպված ենք անդրադառնալ։ Իհարկե իշխանության падգամավորները հարցեր էին տալիս, որ այնքան հարց չէր, այլ Նիկոլ Փաշինյանի կենացն էր, ինչպես հասակ այս հաջողությանը։ Այ ինչպես արեցիք դա, մի հարցով չի, պատմում են ու կենացը պատմում, այսինքն ակնհայտ է, որ դե իրանք էլ են հասկանում առջևում ընտրությունը, ինչքան որ իրանք մտնեն, այնքան հավանականությունը մեծ է, որ նաև ցուցակ կմտնեն, բայց շատ տհաճ ժողովուրդ ջան, չգիտեմ, դուք եք որոշում ձեր ճակատագիրն է։ Իսկ հիմա մի քանի հարցի վրա անդրադառնանք, որովհետև շատ հարցեր կրկնվող էր, մշտապես անդրադառնում է, էլի առիթ կլինի կանդրադառնանք։ Դաշնակցության падգամավորին ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, այնինչ դուք ասում եք, բոլոր մարդիկ գիտեն, բայց դուրս եկեք հրապարակներ, կոչ արեք, հեղափոխություն արեք, բա ինչի եք եկել այստեղ փափուկ աթոռներին նստել։ Ինչ գործ ունեք այստեղ, բա որ ձեր ասածը ճիշտ է, ուր է ձեր հեղափոխությունը, համակերպվում եք դուք այդ ամեն ինչի հետ, բա ամոթ չի, եկել նստել եք գործուղումների եք գնում։ Այն որ դաշնակցությունը պիտի տեղ չնստեր, այդ ակնհայտ է, որ դաշնակցությանը բերեց Քոչարյանը, իսկ Քոչարյանին բերեց Փաշինյանը, որպեսի Քոչարյանին ներկայացներ որպես աուսարսափ, որի պարագայում իրանց այն տային, դա էլ պարզ։ Բայց հարցը դաշնակցության հարցը չէ, հարցը երբ որ վարչապետը կոչ է անում հեղափոխություն արեք, իսկ գիտի որ հեղափոխություն առանց սահմանադրական կարգը տապալելու հնարավոր չէ։ Հեղափոխության ամբողջ իմաստը նա է, որ երկրում էվոլյուցիոն ճանապարհով իշխանափոխության հասնել չես կարող, գնահատում ես, որ այլևս իշխանությանը փոխելը ընտրությունների միջոցով հնարավոր չէ, այս իշխանությունը ամեն օր երկիրը տանում է կործանման, երկիրը փրկելու համար պետք է գնալ հակաօրինական քայլի, որի պարագայում եթե հաղթում ես, դատում ես իշխանությանը, որի պատճառով գնացել ես հակաօրինական քայլի, եթե պարտվում ես, դատում են քեզ, բայց խնդիրը որն է, դու չես կարող հեղափոխություն պլանավորես այնպես հանկարծակի, որ միանգամից լցվեն փողոց եւ հեղափոխություն անեն։ Դա որոշակի process է, որոշակի աշխատանք տանել է հասարակության հետ, բայց Նիկոլ Փաշինյանը հանձնարարում է լսեն բոլորի հեռախոսները, բոլորի աշխատասենյակներում լսող սարքեր տեղադրեն, հետո ասում են ինչու հեղափոխություն չեք անում։ Արեք որ կալանավորենք, չէ՞։ Այսինքն եթե հակասահմանադրական է հեղափոխություն անելը ու երկրի վարչապետը հեղափոխություն անելու կոչ է անում, այսինքն ինքը հանցագործության դրդի չէ, ինքը գործով պետք է անցնի որպես հանցագործ։ Բարդ է այդքան որ ես մարդը հասկանա, ազգային ժողովի բարձր ամբիոնից դու հանցագործություն անելու կոչ ես անում, դրդում ես, ամոթանք ես տալի, որ բա ամոթ չի եք էստեղ նստել եք, ինչու չեք անում։ Իսկ եթե անում են կալանավորում ես, քո դա մենակ չի վերաբերվում այդ քաղաքական ուժին, ձայնագրում եք գործնականում բոլորին,
Որովհետև այլապես դուք ոնց կիմանաք շարքային միտինգի մասնակիցը հետո միտինգից հետո ուր գնաց, որտեղից իմացաք, ուրեմն բոլորին եք հետևում, բոլորի խոսակցությունն եք ձայնագրում, այլապես ոնց եք իմանում, մեկը մեկին զանգում ասում է, այդտեղից որ գաս կհանենք մի քանի հազար դրամ փող կտանք, ասում են բան են անում, կաշառք են տալի, որ հանրահավաքի գան, այդ երկու լրիվ անկապ ոչ առաջնային դերակատար մարդկանց ոնց եք ձայնագրում։ Սա հարցերից մեկը, որտեղ իր ուշտնու միտքը քրեական գործ հարուսելն է բոլորի վրա։ Երկրորդը ինչ է ասում, երբ հասկացանք ՀԱՊԿ-ը մեր նկատմամբ իր պարտավորությունները չի կատարում, անկախացանք։ Ումից անկախացանք ՀԱՊԿ-ից։ ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չկատարելը մենք իմացել ենք, երբ որ Ադրբեջանն է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք ՀԱՊԿ-ին չէինք կարող դիմել 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ 44 օրյա։ Ու այդ ժամանակ երբեք խնդիրել չի առաջացել, թե ինչի ՀԱՊԿ-ը մեզ չի օգնում։ Որովհետև գիտեինք, որ Արցախը ՀԱՊԿ-ի անդամ չի։ Բայց ուրիշ խնդիր է։ Երբ որ հարցը առաջանում, որ եկավ պահը, երբ որ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի տարածքի վրա, ու մենք փաստի առաջ կանգնեցինք, հասկացանք, որ ՀԱՊԿ-ը մեզ չի օգնում, այդ ժամանակ անկախացանք, բայց դա երբ է եղել։ 21-22 թվականներին պատերազմից հետո։ Բա ինչ է ստացվում։ Բա պատերազմից առաջ ասում էր, մենք արդեն գիտեինք, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Մեզ պատերազմ էր պետք, որպեսզի հանձնեինք։ Ու եթե հանձնեինք, Ադրբեջանը իր ուզածը ստանար, Ադրբեջանը ոտնձգություն չպետք է աներ Հայաստանի տարածքի նկատմամբ, որ մենք էլ իմանայինք ՀԱՊԿ-ը մեզ պաշտպանում է, թե չէ։ Կամ մենք ինչու է որևէ կառույցի մեջ գտնվելուց դուրս գալը կոչում անկախանալ։ Մենք այդտեղ գերի էինք, մենք չէինք որոշում այդ կառույցի մեջ ելնենք, թե չէ։ Այդ կառույցը հիմնադրվել է 92 թվականին 1900, 94 թվականից սկսել է գործել մինչև փաստաթղթեր, մինչև վավերացումներ։ 5 տարի ժամկետով։ 99 թվականին Ադրբեջանը եւ Վրաստանը պայմանագիրը չշարունակեցին եւ դուրս եկան։ Ոչ մի խնդիր էլ իրանց համար չառաջացավ։ Իսկ Հայաստանը շարունակեց մնալ։ Հայաստանը, որ դա շարունակել է, դա եղել է Քոչարյանի ժամանակ։ Բայց Նիկոլ Փաշինյանը որ եկավ։ Ինքը ինչ չէր մտածում, որ ինքը պետք է ՀԱՊԿ-ից դուրս գա, մեր ինչին էր պետք։ Բայց այսօր էլ չես դուրս եկել, մենակ սառեցրել ես։ Իմաստը մնալ մի կառույցում, որի անկախանալու խնդիր ունես դրած։ Բայց չես դուրս գալիս։ Այն ժամանակ, երբ որ Վրաստանը եւ Ադրբեջանը որոշեցին ՀԱՊԿ-ից դուրս գալ 99 թվականին, 97 թվականին արդեն հիմնադրել էին Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա, ՎՈԱՄ-ը։ Եվ անունն էլ դրել էին չնայած տնտեսական կառույց էր, հանուն ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման։ Այսինքն ինչ ստացվեց։ Դրանք են նախաքայլներ դեպի Եվրոպա։ Ավելին, քան արևելյան գործընկերության ծրագրերը, որը ուներ Եվրամիությունը։ Եվ ՆԱՏՕ-ն էլ մեր հետ անհատական գործընկերության, լավ, Եվրամիությունից ենք խոսում։ Այսինքն իրանք ցույց տվեցին Եվրոպային, որ ձեր գործընկերը հետխորհրդային տարածքում էս գծի վրա, Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանն ու Ադրբեջանը, ոչ թե Հայաստանը։ Ու էական չի, որ այդ կազմակերպությունը շատ լուրջ դերակատարություն չունի։ Այդ կազմակերպության անդամակցությունը առիթ հանդիսացավ, որ իրանք ՀԱՊԿ-ից դուրս գան։ Ասին, դե մենք ոնց կարող ենք ՀԱՊԿ-ի անդամ լինել, եթե մենք ՎՈԱՄ-ի անդամ ենք, որի նպատակն է նաև Եվրոպայի հետ համագործակցությունը զարգացնել։ Այսինքն Եվրոպայի գործընկերը Ադրբեջանն էր, ոչ թե մենք։ Իսկ մենք շանս ունեինք, մենք էլ մտնեինք ՎՈԱՄ։ Ու այդ առիթն օգտագործեինք ՀԱՊԿ-ից դուրս գալու։ Լավ, Քոչարյանը չարեց, պարզ է ինչի չարեց։ Իր ուշնումիտքը Ռուսաստանն էր։ Նորություն չէր։ Այդ մենակ այդ հարցով չի, որ գիտենք։ Բայց դա ինչու չարեց Փաշինյանը։
Բա հեղափոխությունն է իրարել, ինչ արտաքին քաղաքական կուրս է փոխել, որ հիմա խոսում ենք նրա համար, որ հապկից անկախացել ենք։ Մի կառույց, որ մենք մեր կամքով ենք որոշում ընդեղ լինենք թե դուրս գանք, բարձում է, որ մենք բանտում էինք, մենք անկախացանք հապկից։ Ինչ ասում, մենք ժողովրդավար երկիր ենք, պետք է գտնենք մեխանիզմներ, որ մեր երկրում գործող կուսակցությունները նույնպես համապատասխանեն ժողովրդավարության եւ թափանցիկության կանոններին։ Ոչ մեկի չի հետաքրքրում մյուս կուսակցությունները որտեղից են ֆինանսավորում։ Հիմա հարց է ծագում։ Իրան մեղադրում են, ասում են ձեզ գումարներ են փոխանցել եւ հիմքերը չենք կարողանում գտնել, այդպես էլ քրեական գործը կարճվեց։ Բայց տենց էլ առանց այդ հարցին պատասխանելու, ասում է, հա լավ, մերը կար, ցուցակները կար, բա ձերը ուր էր։ Եվ ուզում ասի, որ դա հավասար հնարավորություններ է ստեղծում։ Եթե մենք մերը թափանցիկ է, ձերը ինչի թափանցիկ չի։ Ինչի չգիտես, ինչի թափանցիկ չի։ Այս մի հատ հայտնի մուլտիկ կար էլի, այդ մակարդակի է մնացել, որ ասում է հիմա վազքի մրցումներ են անում։ Ընձառյուծը եւ մուկը վազում են։ Եթե ընձառյուծը հաղթեց մուկին, ինքը կարող է ուտի մուկին։ Իսկ նույն իրավունքը տրվում է նաև մկանը, որ եթե ինքը հաղթի, ինքը կարող է ուտել ընձառյուծին։ Այս սա է Նիկոլ Փաշինյանի պատկերացումը քաղաքականության, որ դա կարողանա մարդկանց համոզի։ Ինչի չգիտես ինչ են քո փոխանցածը թափանցիկ, որ գլուխ գովան ցույց տան, որ փոխանցել են իշխող քաղաքական ուժին, որի համար արտոնություն ստանան։ Իսկ ով էլ որ չփոխանցի հարկային խնդիրներ ունենա։ Չգիտենք, բա մյուսները ինչի չեն ռիսկ անում թափանցիկ ելնեն, որովհետև գնալու եք փոշներին նստեք։ Հիմա ասպես ինչու չեք թափանցիկ, չգիտեք ինչու չեք թափանցիկ։ Որովհետև ցույց եք տալիս ցանկացած գործարար, որը կաջակցի ինդիմությանը, խնդիր կունենա։ Դրամ էլ դեմոնստրատիվ գործեր եք հարուցում, մարդկանց բանտեր եք գցում, որ մյուսները վախենան մյուսներին դաս լինի։ Այնպես որ պատճառը շատ հայտնի է, թե ինչու համար։ Մեկ էլ ասում է, կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային։ Այս պահին ուզում ենք ստանալ առաջարկներ եւ նման խոսակցություններ ունենք ուշադրություն։ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Հարավային Կորեա եւ Ֆրանսիա։ Առաջիկա 1-2 տարվա ընթացքում մենք պետք է որոշում կայացնենք եւ պայմանագիր կնքենք եւ դա չի ունենալու աշխարհակաղակական, արտաքին քաղաքական ենթատեքստ։ Իսկ ինչի չի ունենալու։ Ինչի։ Ինչա, մի հատ ճանապարհ, որ անցնում է, դա աշխարհակաղակական ենթատեքստ ունի։ Դրանով կապում եք անվտանգություն, չգիտես ինչ 100 տարով։ Ընդամենը վերջերս Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ասում էր, որ ցանկանում ենք երկարաձգենք մեր ատոմային կայանի ժամկետը մինչև 2036 թվական։ Դա Ռուսաստանի վերահսկողության տակ չի։ Բայց եթե փոքր մոդուլայինն էլ ուզում ես, նաև Ռուսաստանին ես առաջարկում։ Բա կախվածությունը չի մեծանում Ռուսաստանից։ Բայց եթե այսօր ես ասում, որ 30% ատոմային էլեկտրոկայանը ներգրավված է մեր ցանցի մեջ, լա 30-ից ինչ որտեղ ավել է, բայց լավ, այդ թիվը ինչ հնչեցրել է, դա ասենք։ Բայց այդ կախվածությունը Ռուսաստանից կա։ Փոքր մոդուլային ինչի չի Ամերիկայից, Ֆրանսիայից։ Ինչի կարող է նաև Ռուսաստանին առաջարկես։ Եվ ներկայացնես դա այնպես, որ եթե Ռուսաստանը լավ տարբերակ առաջարկի, իսկ ինչ տարբերություն, որ նաև այդ ուղղությամբ Ռուսաստանում էլ եք բանակցել, երբ որ արդեն Մոսկվայում էր, ու նաև ասեց, որ Ռոսատոմի հետ աշխատում ենք։ Բայց դա չի նշանակում, որ նորից կախվածությունը ավելացնել մի պետությունից, որի հետ կապված Հայաստանում ասում ես, որ դե Ռուսաստանից անկախանալու համար էր այդ զոհերը, որ տվեցինք։ Հիմա մենք Ռուսաստանից անկախացել ես։ Այսինքն մեկին դու համարում ես այնպիսի պետություն, որի համար ամեն մեկը մի տան ճարակա տանում ես զոհ ես տալիս,
որի դիմաց անկախանած մի պետությունից, որին ասես իմ եղբայրն է, եւ ամեն անգամ կախվածությունն ավելացնես։ Սյունիքով անցնող ճանապարհն ասես առաջինը Ռուսաստանին ենք առաջարկել, դե ինքը չհամաձայնվեց, մյուսներին առաջարկեցինք։ Այսինքն այդ ռազմավարական նշանակության ճանապարհը, որը պետք է ապահովեր նաև մեզ համար անվտանգություն, տալիս էինք Ռուսաստանին, ինքը չուզեց։ Բայց հետո էլ ասպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի կետը վերջացած է, Ռուսաստանը չի վերահսկելու։ Ինչ Ռուսաստանը վերահսկելու ճանապարհը տալիս է իրան, եթե ինքը համաձայնվեր։ Էդ էլ հո ես չեմ հորինել, էդ էլ դու ես հայտարարել Վաշինգտոնից։ Ու դիմեցինք Ռուսաստանին, չհամաձայնվեց, Ամերիկան Տրամփի վարչակազմը ուզեցավ։ Այսինքն քո համար էներգետիկ կախվածությունը արտաքին աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի։ Բայց ի՞նչն էիք ասում դիվերսիֆիկացնենք էներգոռեսուրսների հետ կապված, արտաքին առևտրի հետ կապված։ Բայց ի՞նչն եք դիվերսիֆիկացնում։ Իսկ հիմա տեսնենք ինչ է կատարվում աշխարհում, մեր Ռուսաստանը, որի հետ կապված այս մեծ պլաններ է կատարում։ Ինչ է այսօր ինչ վիճակում է հայտնված Ռուսաստանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. Ռուսաստանը արդար մարտ է մղում Ուկրաինայում եւ պաշտպանում է Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիա եւ Խերսոնի մարզերի միլիոնավոր հայրենակիցների որոշումը լինելու Մոսկվայի հետ։ Այսօր պաշտպանելով այս ընտրությունը մեր զինվորներն ու հրամանատարները մղում են արդար մարտ, ամբողջ երկիրը, ամբողջ Ռուսաստանը աշխատում է։ Միասին ենք պաշտպանում ենք մեր սերը, մեր հայրենիքի նկատմամբ եւ մեր պատմական ճակատագրի միասնությունը, ասել է Պուտինը։ Պուտինի խոսքով մարտերի ընթացքում ավերվածը վերականգնելու համար իշխանությունները մեկնարկել են մեր նախնիների պատմական ռուսական հողերը վերակենդանացնելու ծրագիրը։ Հիմա հասկանանք մարդը ինչ է ասում։ Ուկրաինայի տարածքը, որ ՄԱԿ-ի անդամ է, անգամ ՄԱԿ-ի անդամը ավելի շուտ քան Ռուսաստանը, որովհետև ինքը ՄԱԿ-ի հիմնադիր անդամ է 45 թվականի հոկտեմբերի 24-ից, Ռուսաստանը անկախությունից հետո Դու մի քանի փաստաթղթով նրա տարածքային ամբողջականությունը ճանաչել ես ու ասում ես այդ մեր պատմական հողերն է վերականգնում ենք։ Այսինքն ո՞րն է քո չափի միավորը։ Մենք այդ պետությանը համարում ենք եղբայր, ժողովուրդ ջան։ Ու մեր քայլերը այդ եղբայրական քայլերը։ Այսինքն դու չես ընդունում ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետության սուվերեն պետության տարածքները։ Ասես դա այն պատմական հողերն է։ Գնում ես հանրակրվե ես անում տարածքների մեջ այս 4 մարզերի, բայց ասում ես դուք հիմա կքվեարկեք, օկուպացնելուց հետո ես հանրակրվե անում, բայց քանի որ մարզերը ամբողջը չեմ գրավել, այն մնացած չգրաված մարզերն էլ որ ամբողջական լինի, դուք քվեարկում եք նաև այն տարածքները, որ միանան մեզ։ Սա իրավական առումով դեբիլություն է։ Ես նույնիսկ չգիտեմ, ես իրավաբան չեմ, ես չգիտեմ, կա տենց գրած դեբիլություն իրավական առումով թե չէ։ Ես ուղղակի կարծում եմ, որ դրանից մեծ դեբիլություն հնարավոր չէ, ասում եմ, ժողովրդի կամ արտահայտությամբ որոշել են միանալ Մոսկվային։ Ժողովուրդը քվեարկել է այստեղ, որոշել է իրան միացնել այն կողմը։ Այսինքն Ուկրաինան հանրակրվե է անում եւ որոշում է Մոսկվան միացնել իրան։ Եվ հետո զարմանում ասում է, այս Ռուսաստանը Մոսկվան մեզ չի տալի, բա մենք հանրակրվե ենք արել։ Այսինքն այս մակարդակի մարդը մեր իշխանության եղբայրն է, ժողովուրդ ջան։ Հիմա այդ եղբորը որ տեղը դնեն, բա մեր վիճակը պատկերացնում եք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ Հիմա ուղղակի Տրամփը հերթական անգամ տենց անդրադարձել է, որտեղ այն լավ մասերը մի քանի անգամ է կրկնում, դե պարտադրված ենք մենք էլ այն ինչ որ ասում ասենք, որ պատկերացնենք ամեն օրվա իրավիճակով աշխարհում ինչա կատարվում, ինչա փոխվել եւ ինչն է շարունակում կրկնել։ Ռուսաստանը մեզ մի քիչ առաջ ինչ որ կերպ սպառնացել էր, եւ ես ուղարկել եմ ատոմային սուզանավեր, ստեղծված ամենավտանգավոր զենքը։ Ես դա արեցի նրա միջուկային բառը հիշատակելու պատճառով։ Դա Մեդվեդևն էր, մի հիմար մարդ, որը աշխատում է Պուտինի համար, եւ ես 1 կամ 2 սուզանավ ուղարկել եմ Ռուսաստանի ափին։
ակնհայտորեն զգուշության համար։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդիկ այդ բառը չմտածված օգտագործեն աճ ու ձախ։ Իհարկե միջուկային Սուզանավ ուղարկելը խիստ գաղտնի է, որ նույնիսկ նրա գոյությունն է գաղտնի, անգամ նույնիսկ ասել, որ ունենք, դա էլ է գաղտնի, ասել, որ մոտեցրել ենք, դա էլ է գաղտնի։ Այդքանը հասկանալուց հետո իհարկե Դոնալդ Տրամպը նաև նշել է, որ տեղերը չեմ ասի, բայց նույնիսկ եթե այդ այդքանը ասում ես, դա արդեն բացահայտում է։ Այդ այն թեման չի, որով կարելի է գլուխ գովալ կամ որը կարելի է բարձրաձայնել։ Բայց հարցը դա չէ, արդեն ասել է, այսինքն ինքը նաև ասում է, որ տեսեք, հա, Ռուսաստանին բացատրում են, որ տեղն եմ դնելու քեզ։ Եվ շարունակությունը ինչ է ասում։ Եվ մեզ մոտ մնացել է միայն մեկ գործ՝ կարգավորել իրավիճակը նախագահներ Պուտինի եւ Զելենսկու հետ։ Մենք նրանց կհրավիրենք մի սեղանի շուրջ եւ ամեն ինչ կլուծենք, բայց դա հնարավոր է միայն ուժի դիրքերից։ Եթե մենք թույլ լինեինք, նրանք անգամ իմ զանգը չէին վերցնի։ Իսկ մեզ մոտ հսկայական ուժ է։ Այսինքն վերջապես Դոնալդ Տրամպը հասկացավ, որ այդ ուժի դիրքերից պետք է խոսի եւ այդ ուժի դիրքերից, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հաշվի նստեն եւ այդ ուժը կիրառելով թույլի դեմ, դա Ամերիկային չի ուժեղացնում։ Ցույց է տալիս, որ ուժեղը Ռուսաստանն է։ Եթե դու կանգնում ես մեկին ասում ես, որ չես հասկանում, նա քեզանից ուժեղ է, ես անցնում եմ ուժեղի կողմը, ուրեմն ուժեղը նա է, դու չես։ Մի դեպք կա, այդ ուժեղին ցույց տաս, որ ես մոլորակի ուժեղը ով է, դա մի դեպքում է, որ այդ ագրեսորին իր տեղը ցույց տաս։ Բարեբախտաբար հույս ունենանք, որ այս բազմաթիվ այս կարգի վայրիվերումներից հետո գոնե Դոնալդ Տրամպը կվերադառնա այն ծրագրին, որ ինքը պետք է ուղղակի ցույց տա Ամերիկայի Միացյալ Նահանգների ուժը եւ դերը։ Եվ պատահական չի, որ նաև նորից մի բացահայտում անում, ես Պուտինին ասացի դու վատ տեսք ունես, դու արդեն 4 տարի պատերազմում ես վարում, որը պետք է մի շաբաթում հաղթած լինեիր։ Ինչ ես, թղթեվագր։ Այս թղթեվագրները իհարկե իրան դուր է եկել էլի մի քանի անգամ ասել է դրա մասին, բայց հարցը մենակ նա չի, թե որ ինչ ասե։ Հարցը նա իսկ որտեղ է ինքը Պուտինին տեսել, որ տեսել է տեսքը վատ է։ Դա ընդհանրապես խոսքը վերաբերվում էր Ալյասկայի հանդիպմանը։ Իսկ Ալյասկայի հանդիպումից հետո շատ բարձր էր գնահատում հանդիպումը, շատ գեղեցիկ ձևով խոսում էր, Պուտինը փոխադարձաբար հաջողախոսություններ էին տարածում, ինքը այդ ժամանակ չի ասել, որ Պուտինին ասել է, որ տեսքդ լավ չի, վագրես թղթի։ Այդ հիմա է ասում։ Բայց հիմա է ասում, որ դեռ այն ժամանակ հույս ուներ, որ Ռուսաստանը խելքի կգա, բայց տեսա, որ չի գալիս, ասեց լավ, ուրեմն ես բացահայտեմ, որ այսինքն արդեն քեզ բացատրել եմ, որ արդեն գլխի եմ ընկել, որ դու այդ քաշը չունես, եթե մի քանի օրվա գործը 4 տարում չես կարող անես, եւ հիմա անգամ կորուստներ ես ունենում, անգամ տարածքային։ Այսինքն ակնհայտորեն Ամերիկայի Միացյալ Նահանգները ճնշումը ավելացնում է ում նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված իր եղբայր Պուտինի նկատմամբ։ Մենք ինչ ենք անում։ Մենք նորից քայլեր ենք անում օգուտ Ռուսաստանի։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի եւ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը կարող է կայանալ միայն փորձագիտական մակարդակով, մանրակրկիտ նախապատրաստությունից հետո։ Նա ընդգծել է, որ ներկայումս Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բարձր մակարդակի շփումներ պատրաստելն անհնարին է, քանի որ Կիևը դադարեցրել է բանակցությունները։ Այսինքն, որովհետեւ Ռուսաստանը պահը բաց թողեց։ Այն ժամանակ, երբ որ ճնշում էր Դոնալդ Տրամպը, Ուկրաինան այնպես չէր, որ պատրաստ էր տարածքներից հրաժարվել, բայց ամեն դեպքում պատրաստ էր փաստացի ընդունել այն վիճակը, միայն թե պատերազմը դադարեր։ Բայց Ռուսաստանը լավ չգնահատեց իրավիճակը, որի պարագայում արդեն պահը բաց թողեց։ Պահը այնպես է բաց թողել, ոնց որ 2022 թվականին երեք էլ հիշացրեցի Ստամբուլի պայմանավորվածությունները, որ չկայացան։ Հիմա այլևս դու Ուկրաինային բանակցային սեղանի շուրջ չես նստացնի, որովհետև Ուկրաինան արդեն այնպիսի հարվածներ է հասցնում, որ արդեն արդյունավետ ձևով երևում է, որ Ռուսաստանը այսպես երկար այդ պատերազմը ձգել չի կարող, եթե նույնիսկ ռազմական ծախսերը վերջի ընթացքում անգամ եռապատկել է։ Ինչու չի կարող, որովհետև դա հյուծում է իր տնտեսությունը։ Ռազմական ծախսերի ավելացումը, այո, կարող է բերել
տնտեսության մյուս ճյուղերի զարգացման։ Բայց դու ամբողջը դնես դրա վրա, չես կարող։ Էլ արդեն չի առաջանում կնողունակ պահանջարկ ժողովրդի մոտ, որ գնան ինչ-որ ապրանք առնեն։ Ռուսաստանի համար այո մեծ պրոբլեմ է, որ այդ կռված տղեկը հետ գան դրա մասին էլ են խոսել։ Նրա համար սարսափելի մեծ պրոբլեմ է, որ այդ մարտունակ բանակով Ուկրաինան մտնի Ռուսաստանի տարածք, դեմով է փագելու։ Մի հատ Կուրսկ էին մտել, ամիսներով չէին կարող հանեին։ Հյուսիս կորեացիներն եկան, որ հանեն։ Ինչ իրանք չգիտեն վիճակը ոնց է։ Կամ այդ ամբողջ սահմանը ոնց են պահելու։ Ֆիզիկապես իրանք զինվոր ունեն սահման պահելու, քայլելով են մտնելու, եթե հանկարծ իրավիճակը այնպիսին եղավ, որ կոշտ ձևով Դոնալդ Տրամպը դրեց, ասեց վերջ, քաղաքական որոշումը կայացրած է, ագրեսորին պատժում ենք։ Դե դուք մտածեք Հայաստանի կատարած ընտրությունը, ինչ բալանսավորված քաղաքականություն, դուք ստեղ ինչ բալանս եք տեսնում։ Ռուսաստանում նավթի վերամշակման հզորությունների գրեթե 40%-ը կանգնել է։ Պատճառը ռուսական նավթային ընկերություններին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներն են։ Սա Ռուսաստանի պատմության մեջ առաջին նման մասշտաբային փլուզումն է։ Ռուսաստանի իշխանությունները Չինաստանից եւ ասիական այլ պետություններից բենզինի ներկրում սկսելու միջոցառումների փաթեթ են պատրաստել, որպեսզի փոխհատուցեն վառելիքի դեֆիցիտը։ 2 ամսում ուկրաինական ԱԹՍ-ները շարքից հանել են ավելի քան 20 խոշոր գործարան։ Այդ ցուցակը ամեն օր ավելանում է։ Բա հարց է ծագում։ Ռուսաստանը կախվածությունն ավելացնում է Չինաստանից, մենք ավելացնում ենք Ռուսաստանից։ Որն է սրա տրամաբանությունը։ Ու նույնիսկ արդեն Ադրբեջանից կարծիք են հայտնում, որ Պուտինը Նիկոլ Փաշինյանին ասել է ինչ Տրամպի ուղի, մոռացի դա։ Ձև գտի դրանից պոկվելու։ Չեմ ասում դա հավաստի է իրանց ասածը, բայց իրանք հատուկ ասում են, որ Նիկոլ Փաշինյանը այս Զանգեզուրի միջանց բառից հիստերիայի մեջ անգնում նրա համար, որ ուզում է ասի դե լավ, դե որ տենց եք անում, որ չեք հարգում պայմանավորվածությունները, ուրեմն չենք անում։ Իհարկե ինքը այդքան քաշ չունի, որ ինքը թռնի Տրամպի վրայից, որ նման բան անի, բայց ամեն դեպքում Ադրբեջանն ասում է հերիք է մեզ մեղադրի, այդ ինքն է ուզում պայմանավորվածությունից թռնի, մեր վրա է գցում։ Այսինքն իրականում արդեն քննարկվում է, որ այդ ծրագիրը կարող է չաշխատել, ուղղակի մեղավոր են մանգալի ում վրա գցեն։ Առավել ևս, երբ որ մեզ ցույց է տրվում, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությունը մեր տարածքում արդեն դա անվտանգային երաշխիք է, այդ դեպքում հարց է ծագում։ Ասում ենք անվտանգային ոչ մի կոմպոնենտ չկա, դա ընդամենը կախված է մեկ բանից։ Դոնալդ Տրամպն ասել է, որ պրոբլեմ ունենա, կզանգեք։ Ստեղ էլ ասում են, բա գիտեք, Փաշինյանը Տրամպի հեռախոսի համարն ունի, վերջ փրկվեցինք Տրամպի հեռախոսի համարը։ Հետո ինչ է պարզվում։ Փաշինյանը որ զանգի ինչ է ասելու Տրամպին։ Այդ նույն Տրամպը չի, որ քանի անգամ խոսում է, անգամ գրած կարդում է Հայաստանի փոխարեն Ալբանիա։ Այդ նույն Տրամպը չի, որ ասում է Ադրբեջանի ղեկավարը եւ մյուս տղան։ Ինչ է Տրամպի հեռախոսի մեջ ինչ է գրած, որ Նիկոլ Փաշինյանը զանգի։ Նա պետք է վերցնի կարդա ինչ է գրած։ Ում եք խափում, քանի օր ատևում ձեր խափելը։ Սա է վիճակը։ Ու եթե Դոնալդ Տրամպը որոշում կայացրեց, պինդ կանգնում է Եվրոպայի կողքին եւ Ուկրաինայի թիկունքին, դուք պատկերացրեք մեր որոշումները, որ մեր իշխանությունները մեթոդաբար տանում են Ռուսաստանի տակ։ Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել մակրոֆինանսական օգնության 9-րդ տրանշը 4 միլիարդ եվրոյի չափով։ Նշվում է, որ այս փոխանցումն ավելի է ամրապնդում Եվրամիության դերը, որպես Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ դոնորի, որի ընդհանուր աջակցությունը մոտենում է 178 միլիարդ եվրոյի։ Ահա Եվրոպական հանձնաժողովի Եվրամիության պատասխանը։ Այս գումարների հետ կապված Պեսկովն է մամուլի խոսնակը Ռուսաստանի ասում է, այդ ինչ եք անում, անվստահություն եք առաջացնում ներդրողների մոտ,
բա որ այդ փողերը բռնագանձում եք, բա ասում եք լա հալա փորձեք բախներդ մեր փողերը սառեցնեք, տեսեք ինչ ենք անելու, սառեցրեցին է, ձեր փողերը ծախսում են, ձեր փողերը տալիս են Ուկրաինային, որպեսզի ձեզ հարվածի, բա ինչ եք անում, ասում եք բա լավ է, բա տենց կարելի է, այդ երկրի վրա էր հույսները, ու այսօր էլ մեր առաջիկա ընտրություններին մեզ ասում են Փաշինյանը հաղթի, ինչ պրոբլեմ ունի Ռուսաստանում, դուք ինչ օրակարգ եք բերում, այդ ինչ դուք պետք է անեք, որ Փաշինյանը չի անում, այսինքն նորից 2021 թվականի ընտրության փոխարեն 26 թվականի նույն ձևաչափն ենք ընտրում, 3-4 ռուսամետ ուժ բերում ենք խորհրդարան, աշխարհը փոխվում է, հասարակության այդ 50%-ից ավել գտնում է, որ Հայաստանի ապագան Եվրոպայի հետ է, ու նորից այս նույն փորձանքը ցանկանում եք բերել մեր ազգի գլխին։ ԱՄՆ դաշնային կառավարությունը 6 տարվա ընթացքում առաջին անգամ դադարեցնում է աշխատանքը, քանի որ Սենատին չի հաջողվել ընդունել ֆինանսական տարվա բյուջեի մասին օրինագիծը։ Ավելի վաղ նախագահ Տրամպը հայտարարել է, որ չի բացառում շաթդաունը, եթե հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնության չգան։ Շաթդաունի ժամանակահատվածում պետական գործակալությունների աշխատանքների և ծրագրերի մեծ մասը կկասեցվեն, պետական աշխատակիցների մի մասը կգնան չվճարվող արձակուրդ, իսկ որոշ աշխատողներ կշարունակեն աշխատանքը առանց վարձատրության։ Հանրապետականներն ու դեմոկրատները միմյանց են մեղադրում օրինագծի չընդունման համար, որի հաստատման համար անհրաժեշտ էր 100 սենատորներից 60-ի աջակցությունը։ Իհարկե ասել տարաձայնությունը կոնկրետ մի փաստի ուղղությամբ, որ եթե այդ հարցում համաձայնության գային, սա կհաստատվեր, մի քիչ միամտություն կլինի, որովհետև Դոնալդ Տրամպը դրեց դեմոկրատներին քննադատեց շատ ջախջախիչ, ինչու մասեք չմեղադրեց, իհարկե շատ հարցերում ճիշտ, բայց այն ամեն ինչ, որ ջրերես հանվեց, ամենավերջի մեղադրանքները ներկայացվեց, հակապետական ինչեր են արել, էս են արել, են արել, լրիվ ամբողջը հանվեց ջրերես, որից հետո մարդիկ ասում են, բա լավ, քո տնտեսական քաղաքականության մեջ հիմա ինչ է փոխվել։ Արտաքին պարտքը, պետական պարտքը նվազել է, թե աճում է, աճում է, բան փոխվեց, թե լավ էլ դինամիկ աճում է։ Հետո հարկեր նվազեցին, բա ինչով բան էր խոստացված ժողովրդին, ոչ, բա այն բարեփոխման հանձնաժողով կար մի հատ, Իլոն Մասկը, որ աշխատում էր, ասեց, որ Մասկը դուս էլ գա այդ հանձնաժողովը աշխատելու է վարչությունը, որտեղ լուրջ ծրագրեր ունի ինքը կառավարման բարեփոխման, կառավարության, հարց, Մասկի դուրս գալուց հետո այդ կառույցի մասին լսել եք, ինչ է անում։ Այսինքն ինչ տեղի ունեցավ այդ տնտեսական քաղաքականության մեջ, բայց ամեն ինչի մեջ մեղադրվեցին դեմոկրատները։ Իհարկե եթե օբյեկտիվ մեղադրեին, շատ լավ։ Դեմոկրատներն էլ խելք կհավաքեին, կվերանային իրենց վերաբերմունքը։ Առաջիկայում նոր թվով հանդես կգային, բայց ամեն ինչ հանել ջրերես, որի դեպքում այդ նույն խնդիրները մարդիկ արդեն քեզանից են պահանջելու։ Բա ամբողջ երկով պետական կառավարման համակարգի աշխատողներին ներկաբացակայի մատյաններ էին բացել։ Լա 5 հատ հարցել պետք է օրական գրեք շաբաթվա մեջ ինչ է կարել, որպեսզի սպիտակ տանը նստեն, ստուգեն, տեսնեն իրականում աշխատում են, թե չեն աշխատում։ Լա հիշեք ինչերի մեջով են անցել մի քանի ամսվա ընթացքում։ Էլ չեք խոսում նրա մասին, որ մաքսատուրքերը դնելու դեպքում բեռը ընկնում է գնորդի վրա, քո բնակչի վրա։ Բայց բեռը ընկնելով բնակչի վրա, որը այդ բարձր մաքսատուրքը վճարեց, երկու պարագայում էլ գինը բարձրանում է։ Դրսից եկավ մաքսատուր դրեցիր բարձրանում է, դրսից եկավ չառան այդքան, որովհետև թանկ է, ներսում արտադրեցին, չի կարող Ամերիկայում արտադրված ապրանքն ավելի էժան լինել, քան ներմուծվողը։ Այն պարզ պատճառով, որ Ամերիկայի կենսամակարդակը բարձր է։ Դա նշանակում է, որ դա ներգրավված է հենց տվյալ ապրանքի արտադրության եւ նաեւ շրջանառության ծախքերի ամբողջ փաթեթի մեջ։ Ուղղակի հնարավոր չէ այդ ապրանքն ավելի էժան լինի։ Բացի դրանից հավաքված գումարն էլ որևէ ուղղությամբ քայլեր չէր արվելու, որպեսի վիճակը լավանար։ Հավաքված գումարով էլ պարտ պետք է փակվեր։
Սա է եղել տնտեսական քաղաքականություն։ Ու այնպես չի, որ այսօր ենք խոսում դրա մասին։ Երևի օր չի եղել այդ ժամանակները, որ դրա մասին չենք խոսել, որ դա ուղղակի չի կարող տանել հաջողության։ Հիմա երբ որ եկել է մի փաստ, որ ամենավերջին մեղադրանքները ներկայացնում ես, հետո ասում ես, բա լավ շնորհք չունեք, օգնեք անցկացնենք, երկիրը խնդրեմ ունի։ Դե շուտ էր պետք մտածել։ Գոնե պատից են մարդու նկարը չհաների։ Նախագահների նկարներ, մեկ էլ գրիչ կամ չգիտես ինչ, հեգնելու ծաղրանկարի նկար։ Հետո այդ մարդկանց դիմում ես։ Հարցնա չի, որ նրանք տենց Ջո Բայդենի պատվին վիրավորվել են։ Չէ։ Հարցնա է, որ ուղղակի այդ գործընկերություն չի, այդ ավանդույթները սա ասես ոտատակ տալը հետագայում խնդիր է առաջացնելու։ Հուսանք ու իհարկե ձևը կգտնեն, կկարգավորեն, բայց մարդիկ ակնհայտ կարող են հարց տալ, չէ՞։ Տնտեսական ինչ քաղաքականության հեղափոխություն արվեց, որը խոստացված էր ընտրողներին։ Իսկ առջևում ընտրությունները Սենատի 1/3 ռոտացիայի եւ կոնգրեսի։ Մի տարի հետո։ Այնպես որ դրան էլ ուշադրությամբ կհետևենք, բայց իհարկե մեզ շատ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե սրանք, մի կերպ Ամերիկան դրա տակից դուրս կգա, ինքը մեծ երկիր է, մեծ պոտենցիալով, մեզ շատ ավելի շատ հետաքրքրում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե կանգնի Եվրոպայի կողքին, դա մեզ հնարավորություն կտա մտածել, որ նոր աշխարհակարգի մեջ մենք կարող ենք լինել հաղթողների հետ, եթե մենք ասենք, որ մեր երկրի ապագան այդ հավաքական արևմուտքի հետ գործընկերությունն է, թե ռազմաքաղաքական, թե տնտեսական առումով։ Եվ ժամ առաջ պետքա դա նորմալ ներկայացնել, որի պարագայում այնպես չլինի, որ Հայաստանին դիտարկեն Ռուսաստանի ֆորպոստ եւ մեզ դիտարկեն, որ դուք վաղը կարող է հայտնվեք փլուզվող կայսրության փլատակների տակ։ Առավել ևս մենք գիտենք, որ կարճաժամկետ Ռուսաստանին փլուզելու տարբերակը հասկանում են, որ խնդիրներ կարող է առաջանա, պարտության հետ չհաշտվեն, քայլեր անեն, պետք է նրան փլուզել այնպես, ինչպես Խորհրդային Միությունը։ Խորհրդային Միությանն էլ ներքաշեցին լոկալ հաջողություններ, մենք կավելացնենք ռազմական ծախսերը իրանքել, մյուս, առաջ քաշում արեցին, մեկ էլ մի հատ էլ Աֆղանստանի պատերազմի մեջ մտավ, Աֆղանստանի պատերազմի մեջ էլ, բայց ո՞նց հայտնվեց։ 79 թվականին ո՞նց մտան Աֆղանստան, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները ապատեղեկատվություն տարածեց, որ Ամերիկան պատրաստվում է մտնի Աֆղանստան, եւ Խորհրդային Միությունը որոշեց ինքը շուտ մտնի, քանի Ամերիկան չի մտել։ Զբիգնև Բժեզինսկին երջանկացած էր դրան համար, որ հազիվ կարողացանք հարիվների գլխին սարքենք։ Նա ոգևորված էր, որովհետև հաստատ գիտեին, որ Ամերիկան չի մտնելու։ Ասին հիմա կգնա կպարտվի Աֆղանստանում եւ կմոռանան մեր խայտարակությունը Վիետնամում։ Բայց դե գոնե որևէ մեկը տարական պատկերացում ունենար։ Վիետնամում Ամերիկան կռվել էր 55-75 թվականներին, 20 տարի, խայտարակ ձևով դուրս եկել։ Դուրս գալու արդյունքում նաև Կամբոջայից, այդ են Կամբոջանա, որ Դոնալդ Տրամպը շփոթում է նաև Ադրբեջանի հետ։ 75-79 թվականը մոտ 3 միլիոն մարդ սպանեցին, գենոցիդ եղավ, որովհետև Ամերիկան որոշում կայացրեց դուրս գալ։ Խորհրդային Միությունում այնքան պրիմիտիվ էին մտածում, որ Վիետնամից Կամբոջայից դուրս եկող ամերիկյան զորքը մտնելու էր Աֆղանստան։ Բայց սարքեցին, չէ՞ ժողովուրդ ջան։ Այս նույն ձևի սարքում են Ռուսաստանի գլխին։ Բան չի փոխվել, ժողովուրդ ջան։ Բան չի փոխվել։ Այս նույն մակարդակն էլ մնացել է։ Որ հիմա ներքաշվի պատերազմի մեջ, պատերազմի մեջ իր տնտեսությունը հյուծի, ներսում կենտրոնախույս ուժեր առաջանան, որոնք մտածեն անկախանալու մասին, ոչ թե պատերազմի բեռը իրանց ուսին վերցնելու։ Ու այս պարագայում, թե ոնց ենք մենք այդ պետության հետ, ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում։ Որովհետև մենք խնդիր ունենք։ Մեր խնդիրը որն է, որ ասենք, տեսեք, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ ասում է, ինչ-որ 5 գրքեր է կարդալու, էսը անելու, այն անելու, հասել է արդեն մեծրոբ Մաշտոցին։
Բայց ի՞նչն է մեր խնդրեմը։ Ասիկ սովորական մարդը ոնց է մի մտքի ուղղությամբ մտածում։ Մի հատ միտք վերցնում է, այս գալարներում ուղեղի երկու կիսագնդերի, sense ստեից ստեղա պաստալի, ընդեղից ընդեղա պաստալիս եւ արդյունքում կոնֆլիկտի մեջ համտնում, այնքան ինքը իր ուղեղը բանավիճում, ամիջը ռացիոնալ մի հատ միտք է գտնում, որը հայտնում է, չէ՞։ Բա ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Մտավ ինֆորմացիան աչքից ու ականջներից, անմիջապես դուրս է գալի։ Կիսագուն չկա, որ այնտեղ ինչ որ բախում տեղի ունենա։ Մտքերի գալարներ չկա, ոնց մտավ այնպես դուրս է գալի։ Ու ինքը երբ որ հանկարծ մի հատ կարծիք է հայտնում, մի հիմարություն սովորական, բայց ինքը դա գցում է, հետո է ուսումնասիրում կարծիքը որն է։ Ճիշտ է թե սխալ, ու շատ արագ ինքը վերանայում է, եթե իրան ձեռնտու է վերանայում է։ Բայց այդ ընթացքում միջև ինքը ասում է, արդեն սկսում են իր թիմակիցներն ու սազանդարները, այս ինչ խելացի հիմարություն է ասել, ոչ մեկը սենց հիմարություն չէր կարող ասել։ Սկսում է մտածել, սպասի, գիտեմ որ հիմարություն եմ ասել, արդեն հասկացա։ Բա ինչի փոխեմ, ոնց որ լավ էլ ինձ պաշտպանում են, բայց որ մի քիչ շարունակվում է, հասկանում է, որ հնարավոր չի ժողովրդին խաբել։ Ինքը փոխում է իր կարծիքը։ Բայց այն մյուսները դեռ շարունակում են հուզված ձևով պաշտպանել Փաշինյանին։ Նա շատ հանգիստ կարող է նաև ինչ որ մի բան ռացիոնալ գրագետ բան ուղեղը մտցնի, որտեղ դա տարկա հանգիստ կեղավորվի։ Ու ինքը դա անի, բայց չեն թողում։ Անընդհատ ասում են, չէ, դու հանգիստ, դու ասել ես այդ հիմարությունը, մենք հիմա դա կարդարացնենք։ Այնպես չի, որ ինքը եթե իր սխալը ուղղում է դրական բարի նպատակներով անում, բայց գոնե մեր պետությանը խայտարակ չանի, էլի իր այդ անտրամաբանական բաները միջազգային հարթակներ տանի։ Գոնե այդ քանը կարողանա հասկանա, բայց ինքը դուք տեսել եք ինչ արագությամբ է ինքը իր կարծիքը փոխում։ Այսինքն ինքը պատրաստ է, չի էլ ամաչում, որ այդ կարծիքը արագ փոխում է։ Բասասներս դա գոնե թողեք, գոնե այնտեղ որտեղ սովորական թեմաները աշխարհի առաջ մեզ խայտարակ չանի, գոնե գրագետ բանը լսի, որ իմանա ինչ անելու։ Ոչ թե դեռ մի հատ բան չասած արդեն վրաս պաշտպանեն։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։